Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 30։ Հիսուսն էլ նրան ասեց. «Դու ասեցիր, սակայն ասում եմ ձեզ, որ հիմիկուց հետո կտեսնեք մարդի որդին զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերի վրա գալիս»։ Մատթեոս 26:64 խոսք։ Տեր, դու քո ամենացածր վիճակում էր, երբ քո հալածիչների առաջ կանգնեցվեցիր որպես հանցագործ, սակայն քո աչքերը կարողացան տեսնել քո ներկայիս նվաստացումից այն կողմ դեպի քո ապագա փառքը։ Ինչ խոսքեր են հիմիկուց հետո։ Կցանկանայի ընդօրինակել քո սուրբ հեռատեսությունը և աղքատության, հիվանդության կամ զրպարտության մեջ ես նույնպես կասեի հիմիկուց հետո։ Թուլության փոխարեն դու ունես ամբողջ զորությունը, ամոթի փոխարեն ամբողջ փառքը, ծաղրանքի փոխարեն ամբողջ երկրպագությունը։ Քո խաչը չի խամրեցրել քո թագի փայլը և թուքը չի վնասել քո երեսի գեղեցկությունը։ Ընդհակառակը, քո տառապանքների պատճառով դու առավել բարձրացար ու պատվեցիր։ Հետևաբար, Տեր, մենք նույնպես կցանկանայինք քաջություն ստանալ հավիտենական կյանքից, կցանկանայինք մոռանալ ներկա տառապանքները ապագա հաղթանակի հույսով։ Օգնիր մեզ առաջնորդելով մեզ դեպի մեր երկնային Հոր սերը և քո սեփական համբերությունը, որպեսզի երբ մեզ ծաղրեն քո անվան համար, չկորցնենք քաջությունը, այլ ավելի ու ավելի շատ մտածենք հավերժական կյանքի մասին և հետևաբար ավելի ու ավելի քիչ այսօրվա մասին։ Շուտով կլինենք քեզ մոտ և կտեսնենք քո փառքը, հետևաբար չենք ամաչում, այլ մեր հոգու խորքում ասում ենք. հիմիկուց հետո։